Պարոն Ծառուկյանի հետ կապված իհարկե մինչ այդ պետեկամուտների կոմիտեի երեկվա այսօրվա նախորդ օրերին հիշում եք, 70 օբյեկտներում, որոնք այս կամ այն չափով պատկանում էին պարոն Ծառուկյանին, խուզարկություններ զուգահեռ, տուն մտնելու, նրան ձերբակալելու գործընթացին զուգահեռ, 3 ուրեմն Պենզալացակայանի հետ կապված լուր եղավ, որ շրջանառությունը հստակ արձանագրված չի եղել, շատ բարդ է ստեղ ձևակերպած էլի, շրջանառությունը չի հայտարարագրել, այսպես ասենք, էլի, Լևի շրջանառություն, Լևի աբառոտ, ինչպես ասում էին, ռազմավարական դաշնակցի երկրում, պետեկամուտների կոմիտեն 23-24 թվականներին, ուրեմն այս, ինչ է կոչվում, մարզաառողջարարական մուլտիվելնես, այդ չէ անունը, եթե չեմ սխալվում, այդ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն չի հայտարարագրել, չի արձանագրել, էլի, կամ կեղծադմներ են եղել, չեմ կարող ասել, հիմնարկներ կան 2-3 հաշվապահությամբ են աշխատում, մի հատ շեֆի համար, մի հատ պետության համար, մի հատ էլ ճիշտ է, ով գիտե, էլի, մի խոսքով, իսկ պետությանը պատճառած վնասը չմուծած հարկերը 849 միլիոն դրամ, 2 միլիոն եվրոյի չափ չի վճարվել, էլի, այսինքն եթե սա ճշմարիտ է, կարելի ասել հին խասյաթները վրեկն են, եւ սա բանը, եթե սա ճշմարիտ է, սա վերաբերվում է խոշորներին, պետեկամուտների կոմիտեն, եթե զահլա ունենա իսկապես զբաղվի, առասպելական քանակությամբ չհայտարարված շրջանառություն կբացահայտի եւ պետությանը իսկ համայնքներն էլ համայնքներին չվճարված առասպելական չափի գումարներ, բայց թե բանը զահլա չունեն, էլի հավես չունեն, չեմ հեգնում, չեմ ծաղրում, չեն անում, ժողովուրդ ջան, պարոն Փաշինյանին ասեք անջատի չնայի, էլի իրան պետք չի սա, պետք է ջղայնանա եւ այլն եւ այլն։ Թեր հայտարարագրում է իր գործունեությունից ստացված եկամուտները էականորեն նվազելով պետական բյուջեի վճարման ենթակա հարկային պարտավորությունները, իմացար, էլ ինչ կար սրա հետ կապված, բացահայտված փաստերը այսով չեն սահմանափակվել, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նաև, որ հարկային բեռը նվազեցվելու նպատակով ուշադրություն ընկերության գործունեության մի մասը ձևականորեն իրականացվել է նախկին աշխատակիցների անուններով գրանցված իրավաբանական անձանց միջոցներով, որոնք գործել են հարկման հատուկ համակարգում։ Հիշում եք այն շատ ուժեղ Հայաստան քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում էին, որ մենք եկանք փոքր բիզնեսը հարգուտուրք չի վճարելու, հետո քննադատություն ստացան, հետո չպատասխանեցին այդ քննադատությանը, թե այդ դեպքում խոշորները կսկսեն խուլդել, մանրել, իրենց գործունեությունը, որպեսզի հարկային ավելի լավ ռեժիմ ունենան, այստեղ հարկայինը պետք է աշխատի, այս մասով աշխատել է ու մի հրաշափառ զուգադիպությամբ այդ աշխատելներն ու բռնելը ու բանը զուգադիպել է ընտրություններին ամիջապես հաջորդող ժամանակաշրջանին։ Այն անեկդոտը չմոռանաք, այսօր մենք պարբերաբար հիշելու ենք։ Ուսուցիչը բացատրում է, թե ինչ է նշանակում զուգադիպություն, բացատրում է զուգադիպություն։ Հետո ասում է Վարդանիկ, մի հատ օրինակ բեր զուգադիպության, ասում է հերս ու մերս նույն օրն են ամուսնացել, ընկեր Մարգո։ Մոտարապես այդ զուգադիպություններից է, էլի, ինչու այս ամբողջը սկսում է բացահայտվել, ձերբակալվել, то չգիտեմ, բերման ենթարկվել, կալանավորվել, Ծառուկյանի մասին է խոսքը, եւս 2 հոգի 3 ասացին, որ ձերբակալվել է։ Հենց ընտրություններից ամիջապես հետո կապրենք կտեսնենք։ Ուրեմն 3-4 օրը երբ ներկայացրեցի այն գործը, որով մեղադրանք է ներկայացվել պարոն Ծառուկյանին ու կալանավորվել է նա, ներառում է արմատական կամ հիմնական առնչություններ իրանցի, պարսիկ կամ չգիտեմ ինչ ազգի, գործընկերոջը հետ, ինչ-որ խարդախության եւ 52 ավտոմեքենա շորթելուն, այսպիսի մեղադրանք էր, էլի։ Շիր Ղոլամին, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր տեսփանը Հայաստանում ասուլիս է տալիս, չի անդրադառնում քաղաքական հնարավոր կոնտեքստին, լրագրողները ինչքան էլ պզում պշտում են, ինքը ասում է մենք չենք խառնվում, վերջը պարզվում է, որ այդ մարդու բացատրություններով տեսփանի, որ ինքը փորձել է կոնֆլիկտը հարթել պարոն Ծառուկյանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու միջև,
էլի ժողովրդական բառեր օգտագործեմ, էլի, հա, քցել չքցելու հետ կապված չի հաջողվել խնդիրը հարթել եւ այս ասուլիսի այդ մտքին գալիս է լրացնելու պարոն Փաշինյանի այսօրվա ճեպազրույցում արտահայտած միտքը, թե բանը քրեական գործը իր իմանալով հարուցվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու դիմումի հիման վրա։ Ահա այսպիսի պարզաբանում, թե բացահայտում եւ այլն եւ այլն։ Հա, գույքային վեճ, հա, իհարկե ասում են, որ այդ զրույցներից դատելով մի քանի նյութեր նայեցի ես, որ դեռ հարց է, էլի, պարոն Ծառուկյանը գուցե դուժող է այդ գործով եւ ոչ թե կողոպտիչ, ոչ թե խարդախ, չգիտեմ։ Հանրության շատ շերտերի մոտ այն հարցը մնում է բաց, թե այն հարցը ինչ հնչեցրեցինք եւ քննարկեցինք 2 օր առաջ ձերբակալման ձևի մեթոդի բերանքսի կետնին պարգեցնելու այն դեպքում երբ չի դիմադրում ժպտում է ու շարունակ ժպտում է ավտո նստելուց ավտոից իջնելուց եւ այլն ինչ կարիք կար այդ մեթոդով կամ այդ ձևով մեթոդ չէ դա էլի ըստ երևույթին բերման ենթարկել կզցնելու ենք հա ծնգի ենք բերելու պարոն Փաշինյանի խոսքերը ոնց որ թե սցենարի բանի իրագործման մաս լիներ։ Ես վստահ եմ, որ մարդիկ կան, որոնք շատ գոհ են։ Պարոն Ծառուկյանի կենսագրությունը ես չէ որ պիտի ներկայացնեմ, բոլորդ գիտեք, ոստիկանությունում աշխատած դատվածություններ, բռնաբարության գործով, բանով եւ այդպիսի բաներ կային, չէ՞, կենսագրության մեջ։ Հա, ապօրինի գույքի հետապնդում 16 էջ, ամեն էջի 30 տողով բազմապատկեք, նայեք ինչ կստացվի, էլի։ Հա, եւ այլն, հա, ոչ մի իրավական կարգավորում չունի բերման ենթարկելու այդ նրբությունները, բայց ակնհայտ է, որ ով էլ ուզում է լինի ժողովուրդ, դա նույնիսկ Քոչարյանը լինի բերման ենթարկելուց նման վարմունք, երբ չի դիմադրում, երբ ինքնավնասման փորձ չի անում, մարդը ում ուզում են ձերբակալել, երբ չի հակազդում, չի խփում, то ես իմ չի փախնում, բանը կարիք չկա այդ ձևերով բերման ենթարկել, որովհետև եթե իսկապես արդար է մեղադրանքը, բացի մարդու իրավունքները, արժանապատվությունը եւ այլն, անմեղության կանխավարկած է, եթե մարդը մեղադրանքը արդար է եւ ենթադրենք մարդը հանցագործ է, որը հետո կապացուցվի, էլի, հանրության մի խմբի մոտ սկսելու է առաջանալ այն բանը, թե խեղճ մարդուն ինչի բռնեցին այդ ձևով, խեղճ մարդուն ինչի ստորացրեցին, ինչի նվաստացրեցին։ Ընդհանրապես որևէ մեկի արժանապատվությունը կարիք չկա նվաստացնելու, չպիտի լինի նման բան, դա դատապարտելի բան է, ես ինքս դատապ, ով ուզում է լինի մի խոսքով, նույնիսկ Քոչարյանը։ Հարկավոր է արդար դատավարությամբ, իսկ դա ներառում է բոլոր փուլերը, ձերբակալությունից սկսած, պահման վայրը, կտանքների խոշտանգումների չենթարկելը, նուբարաշեն չտանելը, նուբարաշենը ժողք է, էլի, հա, բանդը, եւ այլն, հա, այս ամբողջի փոխարեն կարող էր ուրեմն պատշաճ լինել, էլի, կամ որովհետև այդ կադրերը, որոնք մենք տեսել ենք, մոնտաժված են բնականաբար, մենք չգիտենք դրան ինչ է հաջորդել, նախորդել, չէ, գուցե հեռուտնիստեղից տեսականորեն ենթադրենք ինչ-որ մեկը դիմադրել է, ասենք Ծառուկյանը դիմադրել է, ստիպված են եղել բանը ուժ գործադրել, պարկեցնել կետնին, ասել են եկեք մեզ հետ կամ ձեռքերդ պարզեք, որպեսզի ձեռնաշխտանը չի պարզել, ասենք թե եւ այլն, արել եք, բերման եք ենթարկել, դրա նկարել, ցույց տալու, նկարել, լավ եք արել ձեր արխիվի համար է, արխիվ որն է, ինչ է, իրեղեն ապացույց է, էլի, հա, ցուցադրելու իմաստը որն է, դրա օգուտը որն է, դա իրավական արդարադատության շահը կբացատրեք, հա, այն ականավոր մեկը կար Վլադիմիր Վարդանյան կոչեցյալը սահմանադրական դատարանում հմի հանգրվանեց, վերադարձավ, հա, 15 տարի Կակիկ Հարությունյանի մոտ աշխատեց, 8 տարի եկավ հեղափոխական խաղաց, ձևացավ Օինզոյին բաման, հմի տեղ է գտել նորից սահմանադրական դատարանում, բանը կարող է բացատրել, էլի, արդարադատության շահը այս ձևով ձերբակալելուց որն է, կամ ասենք Քոչարյան Ռոբերտը, որ ուզում է թռնել բան, ինչ է, արտասահման գործ ունի վռած,
գուբերնատորի մոտ այդ սահմանապահի խցիկի մոտ կանգնել, նկարել, անձնագիր տնել, հանել։ Դրանից ինչ ենք։ Եթե ասենք հաղորդագրության մեջ գրվում է, որ ուրեմն ուզում էր մեկնել, ենթադրենք բան եղավ, ուրեմն պետական իշխանությունը արգելեց ելքը այս պատճառով։ Կարծում եք, որ հերիք չէ, հա։ Ինչ կա դրա իրավական շահի իմաստը ո՞րն է։ Եթե արդարադատությունը շահում է այդպես, ժողովրդյան բոլոր հնարավոր բոլոր դեպքերում նույն ձևով պետք է շարժվել, ասենք որ հա տեսեք, այս մյուսին էլ են այդպես բերման ենթարկել օրենքի մեջ գրած է, որ կապ չունի, մարդը դիմադրում է, չի դիմադրում, հարկավոր է քիթուպերնի պարգեցնել գետնի վրա, ասֆալտին փռել։ Պարոն Փաշինյանին այսօր այդ հարցերով մի քանի անգամ ուրեմն դիմեցին լրագրողները ճեպազրույցից հետո։ Ներողություն, ճեպազրույցի ժամանակ կառավարության նիստից հետո, հա։ Հարցնում էին, թե սրա ուղերձը իմաստը ո՞րն է, էլի հանրության եւ պարոն Փաշինյանի հիմնական միտքը, որը մի քանի անգամ ֆռած ետ եկավ, նորից հարցրեցին այդ մտքի մասին, բայց երկրորդ անգամ այլևս չանդրադարձավ դրան, դատաիրավական մաֆիան պատշաճ ընթացք չի տվել գործերին անցած 8 տարում, կորանամ ես։ Բա մենք չիմանայինք ինչ էր պետք պարոն Փաշինյանին, որպեսզի դատաիրավական պատշաճ բարեփոխումներ արվեին, ուրեմն 8 տարում կոնե, որ 8 տարի հետո չելնի ասի, թե ինչու ժամանակին ուրեմն այս գործերը պատշաճ չեն քննվել։ Ծառուկյանի այսօրվա գործը չէ, էլի միայն ընդհանրապես։ Այս մասին պարոն Փաշինյանը երևի թե մտել է փակուղի, անկյուն է մղվել, այսպես ասած, սպորտային լեզվով ասած։ Արդեն մի քանի ամիս է խոսում է այն մասին, որ մաֆիան չի թողնում Հայաստանում արտարադատությունը աշխատի, մի ուրիշ տեղ մի փառահեղ միտք ասած ուշ 20 էր խնդալուց, ուրեմն մի րոպե, այդ միտքը պետք է կարդալ, դատավորները մի վարքյան, անձնական դատավորներ ունեն նշանակած որոշ մարդիկ, անձեռնմխելի պաշտոնյաներ ունեն։ Այստեղ մենք հիշում եւ ինչ-որ չափով կարոտում ենք ընդդիմադիր պարոն Փաշինյանին։ Չգիտեմ, կարելի է ինչ-որ մի ձև գտնել, որ ասենք, հա, օրինակ արձակուրդ է գնում պարոն Փաշինյանը մի 10 քանի օրով։ Հա, մինչև այս հաջորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստից մի քանի օր առաջ գալու է, ասաց, որ Հայաստանում է անցկացնելու իր արձակուրդը, բայց գործերով կարիք կունենա պարբերաբար վերադառնալու։ Հա, կարող ենք խնդրել այս 19 օրերին ինքը ընդդիմադիր Փաշինյան լինի։ Ասենք բացի իր հին տեսագրությունները ընդդիմադիր ժամանակվա էլի, բացի նայի տեսնի ինչ խնդիրներ է, որ ինքը այն ժամանակ բարձրացրել է, չարժե որ հիմա ասենք այս մի քանի օրերին, քանի որ խորհրդարանում մենք իմ խոր համոզմամբ որակյալ ընդդիմություն չունենք, փորձի փոխարինել։ Ասենք արձակուրդ է, կարող է օրական մի ժամ հատկացնել ընդդիմադիր Փաշինյան դառնա, երնի սկսի խոսել է երկրի այն խնդիրներից, որոնց մասին խոսում էր այն ժամանակ եւ մինչեւ հիմա չի կարողացել լուծել։ Բա ամոթ չէ, ինձ թվում է, որ շատ ամոթ է, որ մարդը կամ քաղաքական ուժը, որը ստացել է լի ժողովրդի քվեն, առաջին անգամ 71%, երկրորդ անգամ 53.5%, հիմի մեզ պատմում է այն մասին, որ մաֆիան, իմացար, դատաիրավական մաֆիան պատշաճ ընթացք չի տվել գործերին, ժողովրդի ակնկալիքն է, որ պատշաճ գործի դատաիրավական համակարգը։ Մերսիներ, շատ զգացված ենք, շնորհակալություն ենք մեր անունից խոսելու համար։ Զորանակ, հա, Հրանտ Մատեոսյանի տերը միտքս ընկավ։ Հա, եւ հետո լրագրողներից մեկը այսօրվա ճեպազրույցի մեջ նորից այս հարցը դարձնում է ետ, ասում է մի րոպե։ Եթե խոչընդոտել են, այնտեղ նույնիսկ Բադասյան բան, ինչ նախարարների անուններ են տալիս լրագրողները, չեմ հիշում, ճիշտ ասած բոլորի անունը տվեցին թե չէ, բանը, բա այդ մարդիկ, ովքեր սաբոտաժ են արել, սաբոտաժ բառը չի օգտագործում, իհարկե նենգադուլ, հա, զգուշ է դարձել պարոն Փաշինյանը, բանը, այդ մարդիկ, ովքեր վնասել են, այդ մաֆիան, ովքեր աչքակապություն են արել, այսպես կոչված անձեռնմխելի տադավորներ, то есть անձեռնմխելի պաշտոնյաներ եւ այլն, այդ մարդիկ իրավապահները ինչու պատասխանատվություն չեն կրել։ Լրագրողներն են հարցնում, ինքը թռնում է այդ հարցի վրայից, էլի։
պատասխանատվությունը պետք է լինի համաչափ։ Երանի ձեզ, պարոն Փաշինյան, շատ արդար մտքեր են հայտնվում Էլթուսուս, հա, բանով, քաղաքագիտության մեջ սա անուն ունի, դեմագոգիա է կոչվում, ամբողջավարություն։ Բաժակը շատ լավ բան է, հա։ Միտք է, չէ՞։ Մեջն ինչ կա այդ մտքի։ Ով է ասում, որ անհամաչափ պետք է լինի պատասխանատվությունը։ Մի խոսքով ծերացանք, մաս չմնաց գլխներից, քայքայվեցանք, հա։ Եվ հիմա այս տեսակ գործողությունները ձերբակալելու հետ չեմ, ձերբակալության ձևի հետ եմ։ Ասում եմ չեմ տեսել ես այդ տեսագրությունը։ Ես հավատում եմ, որ կարող է չի տեսել։ Պետք է որ տեսած եղնի, բայց կարող է չի տեսել, օքեյ, չի տեսել։ Բայց իրավունք ունենք, չէ՞, ենթադրելու, որ ձերբակալողները իմանալով, որ ինքը զայրացած է մաֆիայի, ուրեմն ինչ է անունը, դատաիրավական մաֆիայի, սաբոտաժնիկների, բաների դեմ որոշել են ճղել իրենց, էլի, փոխաբերական իմաստով, անել այն ամենը, որպեսզի շեֆը տեսնի մի օր պարոն Փաշինյանը, այ մալադեց, այ սրտիս եղ կսեցի, բաման, սա ձերբակալելու ձև չէ։ Մեղավոր է, հանցագործ է, պատշաճ բռնեք, տարեք, տատեք, ով պիտի տատի, կամ լավ, որ բռնել եք այս մարդկանց, բանը հիմքեր ունեք, բռնել եք, լավ եք արել, ով է տատելու այս մարդկանց, որ տատախազներն են լինելու մեղադրող, որ տատավումացոն է տատելու այս մարդկանց, մեռանք ասելով ժողովուրդ, մի խոսքով, տխուր կինոյի մեջ ենք, մենք պտտվում ենք, էլի անընդհատ, հա, այդ դեժավյուն գալիս գնում է։ Ասֆալտին փռելու հրահանգները վաղուց եմ տվել ու չեն կատարվել այդ հրահանգները։